Պատկերացրու դու քայլում ես Տոկիոյով եւ ձեռքիդ ուտելիք է ու մտածում ես. դե լավ, կուտեմ քայլելիս, բայց մի պահ նայում ես շուրջդ եւ նկատում ես մի բան. մարդիկ քայլում են, մի մասը հեռախոսների մեջ են, Տոկիոյի մետրոն լի է, աղմկոտ է, իր կյանքն ունի, բայց գրեթե ոչ ոք քայլելիս չի ուտում։ Ճապոնիայում կա մի բառ մեյվակո։ Դա ոչ թե արգելք է, այլ զգացում։ Չի կարելի ուրիշներին նույնիսկ փոքր անհարմարություն պատճառել։ Իհարկե Ճապոնիան իդեալական չէ։ Մարդիկ հեռախոսով քայլում են, սուրճ են խմում, երբեմն էլ ուտում են, բայց տարբերությունը այն է, որ ճապոնացիները եթե ուտում են փողոցում, նրանք կանգնում են շատ ժամանակ խանութի դիմաց, որտեղից գնել են ինչ-որ մի բան, եւ ուտում են հենց այդ խանութի կողքը, կամ էլ պատի կողմը նայելով։ Այսինքն նրանք քայլելիս չեն ուտում, նրանք դադարներ են անում։ Իհարկե, քայլելով ուտելը հանցագործություն չէ, բայց եթե դու ուտես քայլելով, քեզ մի տատիկ կարող է այնպես նայել, կարծես դու հիմա կյանքի մի մեծ փիլիսոփայական սխալ ես անում։ Նա կարող է քեզ ասել. եթե քայլում ես համը չես զգում, ուրեմն ինչի համար ես ուտում։ Ու դու քեզ բռնում ես մտքի վրա. իրոք, ես նույնիսկ չեմ զգում ինչ եմ ուտում, երբ շտապում եմ։ Ու մնում է մի պարզ միտք. գուցե ուտելը պարզապես պահ է, ոչ թե կյանքի ֆոն։